Շարունակում ենք ծրագիրը եւ ըստ այմ արդեն գիտեք, որ այս հատվածում Միշնեզեմյանը վերլուծաբան Արմեն Չիբուչյան, այսօր էլ բացառություն չէ, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե նախ եւ առաջ մեզ բոլորիս հուզում է Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել այս պատմությունը, այս գների բարձրացումը, նավթի եւ այլն Արմեն 33%-ով։ Դե այս ուղղակիորեն խփում է մեր գրպաններին բարեկամներ, մեր գրպասը արդեն լուրեր չի, սա քաղաքականություն չի, սա ուղղակի հարված է մեր գրպանին, որտեղ նավթը որ թանկանում է, գիտենք ամեն ինչ թանկանում է, թանկացել են նաեւ ինքնաթիռի տոմսերը, թանկացել են ամեն ինչը թանկանում է Արմեն եւ սրա վերջը լավագույն լուծումը որը կլինի սրա Արմեն, որտեղ ես չեմ պատկերացնում որ մի օր Իրան ասի, դե լավ ես հանձնում եմ, ինչ ուզում եք արել, ձեզ լինի Հորմուզը եւ այլն եւ այլն։ Ուր է գնալու սա էլի, որտեղ եք մենք։ Շատ վտանգավոր տեղ, շատ վտանգավոր տեղ, ձեզ անկեղծ ասեմ, որտեվ այստեղ մի քանի տարբերակ կար։ Տեսեք, աշխարհը այնպես էր խառնվել, որ ինչ որ մի բան պետք էր անել։ Անկամ հիմա իսրայելցիք ասում են, որ այս ինչի շարունակություն, ասում են մենք մեր նպատակները իրականացնում ենք։ Մենք մեզ պետք է վերջացնել թիրախների խոցումը, թույլաtsնել եւս 10 տարով կամ 15 տարով Իրանը, զրկել միջուկային ծրագրից, իդեպ ոնց էր խոշում այդ քաղաքը Արաք, կարծեմ այնտեղ ծանր ջրերի գործարան կա, որը օգտագործվում է այդ հատուկ միջուկային ծրագրի համար, ՄԱԳԱՏ-ն հաստատեց, որ այդ գործարանը ոչնչացվել է։ Այսինքն ես ձեզ ասեմ, իրականում փաստորեն հունիսի հարվածները կիսատ էին։ Եվ հիմա իրանք ամբողջական այդ ենթակառուցվածքը միջուկային ծրագրի բավականին լուրջ հարված հասցրեցին եւ իրոք տասնամյակով գուցե այտենց մինչեւ 10 տարի հետ գցեցին, հա, որտեւ եթե սկսեն ակտիվորեն կառուցել, բայց դրա համար է փող պետք գտնա։ Փող եւ ժամանակ։ Դրա համար հիմա իրանցիները ասում են Հորմուզի նեղուցը սեփականաշնորելու ենք, լրագրողները անկախ ասում են, որ հատուկ կետեր ենք դնելու, բլոկպոստեր են կոչվում, չէ՞ դրանք, եւ ամեն նավը, որ անցնի, պետք է մեզ վճարի։ Զարմանալի որ մինչեւ հիմա դա չէին մտածել, չէ՞։ Չէ, դե իրանք իրավունք չունեն, որովհետեւ այդտեղ մենակ իրանք չեն, այո, այնտեղ մենակ իրանք չեն եւ բոլորը պետք է իրար հետ այսպես դրանք ընդհանրապես միջազգային նավագնացության կանոններ կա, որտեղ դու իրավունք չունես այդպիսի բան, դա դեմ է։ Այդ էր ասում Ռուբիոն մի քանի օր առաջ։ Բայց տեսեք, Թրամփը կարծես թե չբավարարվեց եւ Թրամփը գնաց այլ հրսկեն։ Ընդ որում իսրայելցիները ասում են մենք ռեժիմի փոփոխության խնդիր այս փուլում չենք դրել։ Կլինի, չի լինի, բայց իսրայելցիք շատ լավ հասկանում են, որ ռեժիմի փոփոխությունը դա հեշտ բան չի։ Այսինքն Նեթանյահուն էր ասում մենք կօգնենք, իդեպ սկզբից իրանք նույն բանն են ասում, Թրամփն էր նույն բանն ասում, մենք կօգնենք, մնացածը ձեր գործն է, հիշեք այդ բանը։ Բայց կեսից Թրամփը որոշեց, որ պետքա մաքսիմում ծրագրի գնա։ Դա իրանական նավթն է եւ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Այսա արդեն բավականին ռիսկային ծրագիր է։ Ու այստեղ հարց է գալի արդեն որքանով են, տեսեք, մինիմում ծրագիրը իրանք իրականացրեցին։ Իրանք խփեցին Իրանին մոտարապես արդեն 20,000 օբյեկտի մասին է խոսքը, 20,000 հարված է հասցվել տարբեր տեղեր, 20,000 ոչնչացում, սկսած նավերից, իրոք նավատորմը արդեն չկա գրեթե, արդեն մոտ 200 է մոտենում ոչնչացված նավերի թիվը եւ այսպես չէ, ավիացիան, հակաօդային պաշտպանության մոտ 80%-ը, հրթիռային ծրագրի հետ կապված Թրամփը մի քիչ սխալ թվեր է ասում, որովհետեւ հնարավոր չի, այդտեղ գետնի տակ թաղված են, իսրայելցիները ասում են, որ իրենք միջև պատերազմը ունեին մոտ 3000, 2.5-ից 3000 հրթիռ։ Եվ իրենք օգտագործել են հիմա ըստ էության տենց շատ մոտ 500 մաքսիմում 500-ի կողմը հիմա իրանք օրական 10-ից 20 հրթիռ են թողում, ընդ որում դրանք էֆեկտիվորեն ոչնչացվում են։ Ամենաբարդը անօթաչուներն են իդեպ ասեմ, որտեղ հիմա ուկրաինացիք են լավ սկսել աշխատել եւ եթե տեսնում եք հարվածները շատ հատուկ են դառել, այսինքն առաջ հիշում եք մինչեւ ուկրաինացիների գալը ինչքան ավելի ուրեմն ինտենսիվ էր անօթաչուների խոցումները այդ իմաստով։ Հիմա արդեն տեղեկություններ կա ուկրաինացիները լավ աշխատում են 3 երկրում որքան հասկանում եմ Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ հիմա Քաթար, Զելենսկին պայմանագիր կնքեց տեսակ 3 երկրների հետ էլ, ընդդեմ Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ 10 տարով եւ բայց գլոբալ տեսեք ինչ է տեղի ունենում։ Հիմա ճշնամանքը խորանում է մերձավոր արևելային երկրների եւ Իրանի միջեւ։ Եվ Արաբական Միացյալ Էմիրությունները իրանցիներին դուրս է մղում։ Այնտեղ իրենք ոսկե անցաթուղթ թե ոսկե քարտ ունեն տես մի բան, որոնք թույլ էին տալիս, որ իրանցիները բիզնեսներ դնեն, ասենք Սաուդյան Արաբական Միացյալ Էմիրություններում, բանկերում փողերը պահեն եւ այլն։ Հիմա կոնֆիսկացրել է ամբողջությամբ $500 միլիոն ասել է, սառացրել է, դրանց սաղին վտարում է երկրից, հա։ Եվ սա երկարաժամկետ պատմության է վերածվելու, եթե շարունակվի։ Հիմա
Հորմուզի նեղուցի մասով այստեղ տարբերակները ուրեմն դժվար են պատկերել, շատ լուրջ ռազմական էքսպերտ լինես, որովհետև ես այսքան ռազմական էքսպերտների լսում եմ, բոլորը ասում են, որ այս պահի դրությամբ դա բացելը շատ ռիսկային տարբերակ է, որովհետև դու չես կարող ապահովագրված լինել անօթաչու սարքերից, ընդ որում տեսեք, եթե խոսում էին, որ իրանցիները ունեն նաև ջրային անօթաչուներ, ջրային նավակներ են հեռակառավարվող, այսպես ասենք, հա, ջրային անօթաչուներ են լի կոչվում, այսինքն դրոններ, ջրային դրոններ ասենք։ Այս իմաստով ուրեմն դու Թրամփ ասում ես չունեն, հիշում եք որ ասես չէ չունեն այդպիսի բան, բայց քանի որ տեխնոլոգիաները զարգացել են, լավ ասենք թե ջրային չունեն, բայց մեկաօթայինով շատ հեշտ է։ Եվ դու չես կարող ապահովագրված լինել, որ դու կարող ես այդ նեղուցը բացել եւ ոչ մի նավ չտուժի, հա։ Դրա համար պետք է շատ հստակ հակադրոնային ուրեմն պաշտպանություն ունենաս, որը այսօր քիչ թե շատ ունի Ուկրաինան, բայց մենք տեսանք, որ Զելենսկին իդեպ դուք որ ասում էիք, մենք դերենք հետ զրուցում ենք, լավ, այս թողենք երկրորդ հատվածում շատ հետաքրքիր բան ասես Դելենի կխոսենք այդ մասին։ Լավ։ Կվերադառնանք ու խոսենք շատ հետաքրքիր բանի։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնել, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատմեք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կառնեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղանեմ ծամեմ բնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բապատալուկը։ Մեկ մի բանի վրա, ջուրը 2 շշի տեղը 4 շիշ կվերկանել։ Ռիսկը շատ է կոլ։ Բաբար բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սանոնիչը սիրո համար եկա։ Արիթե եք հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում է։ Օրիչը ոչ մեկ մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսեր ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբրչյանի հետ։ Մենք խոսում ենք բանի մասին, չէ, դուք հետաքրքիր բան ասիք, ասիք, չէ, արդյոք Արմենն չունի պաշտպանության հնարավորություն պաշտպանելու օդը եւ այլն։ Դե ինչպես տեսանք, չունի, հրթիռներից ունի։ Վլադիմիր Զելենսկին մի հետաքրքիր բան ասեց։ Ասեց, ուրեմն Ռուսաստանը օր ա եղել 50-ից ավել, 70-ից ավել հրթիռներ ա ուղարկել։ Տարբեր տեսակի թեվավոր, բալիստիկ, չգիտեմ ինչ, ոտավոր, այո, այսպես ասած, հա։
Բայց ուկրաինացիները ամբողջ այս 3 տարիների, 4 տարիների ընթացքում չեն ստացել 800 Patriot հրթիռ, այդ պակ 2, պակ 3 եթե չեմ սխալվում, չեն ստացել այդ հրթիռները։ Եվ ասենք իրենք իհարկե չեն հնչեցնում, բայց այս ամբողջ ընթացքում որ մենք հետևում ենք, խոսքը մինչև 300-400 մաքսիմում հրթիռի մասին, դեռ կեսը հազիվ էլի այսպես։ Եվ իրենք կարողացել են, դե իրենք SAMP-ի ունեն եվրոպական, հա, այնտեղ NASAMS ունեն եւ այլն, տարբեր բաներով, ասենց համադրելով, համակարգելով, մասնագիտացել են արդեն։ Իրենք կարողանում են դիմակայել այդ ռուսական հրթիռներին։ Հավատացեք, ռուսները մի քանի անգամ, տասնյակ անգամ ավելի շատ ունեն, քան իրանցիները։ Բայց տեսնում եք, ուրեմն կարողանում են մինիմալացնել հարցը արդյունավետության մեջ իշխանում են նպատակին ծառայել։ Այո, հիմա ինչ ասեց Զելենսկին, ասեց ես այսպիսի բան չէի կարող պատկերացնել։ Միայն առաջին օրը ամերիկացիները օգտագործել են 803 Patriot հրթիռ։ 803։ Ամեն մի հրթիռը մի քանի միլիոն դոլար է։ Պատկերացնում եք ինչ թվերի մասին է խոսքը։ Այսինքն ու ինչ էր ասում Զելենսկին, ասում էր զարմանում եմ, որ մեր 4 տարվա պատերազմից ամերիկյան բանակը այդ եզրակացությունները չի արել։ Ես եթե ճիշտ եմ հասկացել, Զելենսկին ուզում ասի շատ ավելի էժան ձևերով կարելի է բանի դեմ պայքարել։ Իհարկե, գիտեք ինչ արժի իրանց ինտերսեպտորները, $1000 մի հատը։ Իրանք $1000-անոց ինտերսեպտորով դրոնով, այսինքն այդ դրոն խփող դրոնով, ոչնչացնում են 30,000-անոց շահեդ, օրինակ։ Այսինքն ուկրաինացիները մշակել են մեթոդ, ինչպես կարելի է ավելի էժան ոչնչացնել անգամ էժան դրոնները, որպեսզի պատկերացնենք։ Հիմա իդեպ հետաքրքիր բան ասեց Զելենսկին, նաև այսպես կարծես թե ակնարկ արե, որ եթե ուզենաք Հորմուզի նեղուցի հարցում ես ձեզ կարող եմ օգնել։ Դա էլ է շատ հետաքրքիր պատմություն։ Հիմա գլոբալ պետք է հասկանանք ինչա ուզում Տրամպը։ Այս պայի դրությամբ պրոբլեմա Ես ասեմ ինչ է ուզում Տրամփը, ես ինչպես եմ հասկացել։ Ինքը ուրեմն հարվածում ու ամեն րոպե սպասում է, ճիշտ գիտես ոնց Նապոլեոն երբ որ հասավ Մոսկվա, բարեկամներ, հասել էր արդեն եզրին Մոսկվայի ու սպասում էր, հեսա բանալներն են բերելու, որ գան պատվավոր հանձնեն Մոսկվան իրան, տեսա ոչ մեկը ոչ գալիս է, ոչ հանձնում է, ոչ մի բան, դատարկ է Մոսկվան։ Եկավ մտավ առանց կռվի Մոսկվա, ոնց մտել էր մի քանի ամիս հետո թողեց դուրս եկավ։ Հիմա Տրամփի բանը էսա սպասում է որ հանձնվեն, սփոփում են, սպանում են ու չեն հանձնվում։ Դրա համար ասում է, եթե դուք պայմանագիրը չստորագրեք, ասին կապիտուլյացիան, բան, ես կանեմ, այն կանեմ։ Էդ է ուզում ինքը։ Որովհետև տեսեք, այդտեղ մի քանի անգամ հայտարարեց, որ մենք հաղթել ենք, ջարդել ենք, փշրել ենք։ Ինչու, որովհետև դուք հիշում եք, նա ռուսները վառեցին իրենց ձեռքով Մոսկվան։ Դուրս գալուց վառեցին։ Այո, ֆրանսիական զինվորները բնացին առանց պարեն, առանց ոչ մի բան, ընդ որում ֆրանսիական զինվորները անգամ ռուս պատմաբաններ կամ մտել են ռուսներին տներից փրկել են։ Ռուսները իրենց ժողովրդին սախ-սախ տես տների մեջ վառը դուս են եկել։ Ֆրանսիական զինվորները պատմում են որոշ պատմաբաններ ուսումնասիրել են, մտնում էին տներից, հանում էին, որպեսզի մարդիկ չվառվեն, հա, այսպեսի եւ վառողներին դակահարում են իրենք ֆրանսացիները։ Եվ լավ, քանի որ հիշել ենք, շեղվել ենք, մի բան էլ ասեմ։ Լավ բան հիշեցիք, հետաքրքիր օրինակ հիշեցիք։ Հետո ռուսները իհարկե մտան Փարիզ նաեւ Ֆրանսիայական միջև հասան ռուս մուժիկները, եւ հիմա որ բիստրո ասում են այդ ռեստորանները, այդ գալիս է այդտեղից որ ռուսները մտնում են։ Դավայ, բիստր մի բան ու տենց անունը մնաց բիստրո։ Դե իհարկե բնականաբար այնտեղ միայնակ չէին ռուսները, դուք գիտեք, այնտեղ կոալիցիա էր եւ բայց ինչպես երկրորդ համաշխարհայինում ամենամեծ այո, եւ գիտեք չէ, որ իրականում ռուսները ոչ մի ճակատամարտ չեն հաղթել Նապոլեոնի այդ պատերազմում։ Իրանք ցուրտ ճակատամարտը չի կարևոր, պատերազմը։ Այո, դե հետ, հա, բայց օրինակ դե որովհետեւ ուզում ասեմ կոալիցիա էր դա, Մեծ Բրիտանիան էր շատ օգնում, նաեւ տնտեսապես եւ այլն։ Ամենամեծ բեռը Ռուսաստանի վրա է։ Այո, տուժել է ամենաշատ Ռուսաստանը։ Քանի խոսք եղավ, տես ոչ ոք Կուտուզովին չասեց, դու Մոսկվան տվող ես, դու դավաճան ես, դու արին զորքերը քաշեց հետ գնաց, ասեց արի Մոսկվան վերցու։ Հիմա էդի մեկը անի Երևանի հետ պատկերացնում ես ինչ կլիներ, բայց փրկեց երկիրը փաստորեն դրանով ճակատամարտ չտալով Նապոլեոնին, որովհետև ինքը հաշվարկեց, որ իրանք ֆրանսիական զորքերի դեմ չեն կարող, ինքը որոշեց, որ պետքա բնությունը եւ սովը, այո, եւ ցուրտը Իրանը անի։ Հիմա այս պարագայում այո Տրամփը զարմանում է ինչի չեն գալիս իր հետ չեն պայմանավորում, ես ձեր հետ համաձայն եմ այս իմաստով, բայց սա արդեն ինքը շատ լուրջ խաղադրույքները մեծացրեց, որտեվ տեսեք այսօր արդեն ռեյտինգները նորից եկան, ուրեմն 62%-ը դեմա
մի քանի օր առաջ 66% դեմեր ընդհանրապես իրանական գործողություններ, արդեն պատերազմը ոչ պոպուլյար է դառնում Միացյալ Նահանգներում։ Իսկ 62%-ը ընդ որում նրանց մեջ մտնում են նաև բավականաչափ հանրապետականներ, դեմ են boots on the ground, այսինքն զինվորների ռազմական գործողություններ, այսինքն գետնի վրա ռազմական գործողություններին դեմ են։ Այ որ զոհերն էլ սկսեցին, արդեն ժամանակ եւ հենց ամենաթարմ լուրը ձեզ ասեմ, Թրամփի ռեյտինգը իջել է պատմական ամենացածրի -17%։ Դա ցածր է Քարտերից, դա ամենավատ Ռեյգանի ժամանակվա ամենավատ Ռեյգանի ռեյտինգներից է ցածր, դա ցածր է Բուշից, ուրեմն հետարքիր բան էին բերել։ Բուշի ռեյտինգը Իրաքյան պատերազմի ժամանակ եղել է +56%, երբ որ սկսել է։ Թրամփի ռեյտինգը -27% է պատերազմի հետ կապված, այսինքն սկսման պահի դրությամբ, այսինքն դուք պատկերացրեք ինչ է կատարվում, ասենք այս իմաստով։ Հիմա Թրամփը ինքն իրան շատ մեծ սեփական իմիջիայլ ռեյտինգը, բայց գլոբալ խաղը շատ ավելի է բարդանում, եթե իդեպ սպառնաց, որ հիմա ասեց բանակցությունները լավ է, խելամիտ մարդիկ են, այո, եւ այսպես շարունակ, կարծում եմ կպայմանավորենք, բայց կարող է չպայմանավորվենք, եթե չպայմանավորվենք կջնջեմ ամեն ինչ ինչ կա եւ այսպես շարունակ։ Շնորհակալություն Արմեն, այսօրվա համար այսքանը, ինչ վաղուց տեսություն։